Վանաձոր, այսպես է կոչվում հնչող մեղեդին, որն առաջին անգամ է հրապարակվում։ Առնո Բաբաջանյանի որդին մեզ այն փոխանցեց եւ տեղեկացրեց, որ Առնոյի անավարտ ստեղծագործությունների արխիվը փորփրել է, ուսումնասիրել եւ հենց այս մեկն ընտրել, որ գործիքավորեն, խոսքեր գրեն եւ Վանաձորին նվիրված երգ дարձնեն։ Արայիկ Բաբաջանյանը պատմում է, թե ինչպես է այն երկրորդ շունչ ստացել։ Առնոն հարուստ արխիվ ունի, նա կարող էր ինչ-որ տեղ լինել եւ մտքին մեղեդի գար, անմիջապես գրի էր առնում դա։ Առնոյին պետք էր ընդամենը թուղթ ու գրիչ։ Հիշում եմ, Վորոնեժում հորս 95-ամյակի համերգին էինք պատրաստվում, որին պիտի մասնակցեին ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ Լարիսա Դոլինայից մինչև Անի Լորակ ու Գվարցետելի։ Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի փոխտնօրենը Վահե Ստեփանյանն ինձ ասաց, կա արդյոք մի գործ, որ կիսատ է մնացել, տեքստ գրենք, նվիրենք Վորոնեժին, քանի որ այնտեղ ենք համերգն անում։ Գտան ու նվիրեցին, բայց կարճ ժամանակ անց Վահեն հաջորդ խնդրանքով դիմեց Արայիկ Բաբաջանյանին։ Վահե Սամոնից Կիրովականը, iz Վանաձորը։ Վահեն Կիրովականցի է, Վանաձորից, ասաց շուտով Վանաձորի տոնն է, առջևում էլ Առնոյի 100-ամյակն է, խնդրում եմ տես, գուցե մի գեղեցիկ մեղեդի գտնես, հիմա խոսքերի ստեղծման փուլին ենք հասել, մեծ հույս ունեմ, որ շուտով այն կհնչի երգի տեսքով։ Կոմպոզիտորի որդին նաև կատարում է հոր տված խոստումը։ Շուտով Մարինյան թատրոնում բեմ կբարձրանա Բաբաջանյանի անավարտ բալետը, այն պիտի կոչեն Առնո, կազմված հենց կոմպոզիտորի ստեղծագործություններից։ Майя Плесецкая, она просила папу написать музыку для балета. И вот он обещал это сделать, но до конца не смог выполнить, да. Մայա Պլիսեցկայան պապային խնդրել էր, որ բալետի համար երաժշտություն գրի, խոստացել էր, բայց առողջական խնդիրներից ելնելով չէր կատարել խոստումը, հասցրել էր միայն բալետային կարճ մեղեդի ստեղծել եւ հենց այդ գործի հիման վրա փորձում ենք կյանք տալ նրա բալետին։ Արաքսիա Մուշեղյանն է այդ գործով զբաղվում։ Հույս ունեմ, որ այն աշխարհի տարբեր թատրոնների խաղացանկ կմտնի։ Արայիկ Բաբաջանյանը շատ էր ցանկանում, որ Առնոյի թանգարանը բացվեր հենց կոմպոզիտորի 100-ամյակին, բայց հունվարի 21-ն անցավ առանց նպատակի իրականացման։ Ասում է, իրենից կախված ամեն բան արել է, մնացած հարցերով Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեին։ Նաև տեղեկացնում է, միայն վերջերս է 100-ամյակի հանձնաժողով ստեղծվել։ Խոստացել են հոբելյանական տարվա ընթացքում Առնո Բաբաջանյան համերգասրահի առաջին հարկը կվերածվի Առնոյի անկյունի։ Վայրը դեռևս 2018-ին էին ընտրել։ Вы знаете, малый зал филармонии, он связан очень с Арно Бабаджаняном. Первые свои шаги музыканта, исполнителя. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճը շատ է կապված Բաբաջանյանի հետ։ Հայրս երաժշտի իր առաջին քայլերը հենց այդտեղի բեմում է արել։ Իր առաջին ստեղծագործություններն այդ համերգասրահում է հնչեցրել։ Դրանից բացի այդտեղ են անցկացվել Բաբաջանյանի մրցույթներն ու փառատոնները։ Հայրս ապրում է այդ դահլիճում եւ շատ ճիշտ կլինի, որ հենց այդտեղ ամփոփվեն նրա հետ կապված բոլոր հիշողությունները։ Առնոյի մատները դաշտամուրի ստեղների հետ բարեկամություն անելուց բացի լավ զգացել են նաև վրձնի հարվածները։ Քչերը գիտեն, որ Բաբաջանյանը նաև կտավներ է ստեղծել։ Որդին պատմում է, 60-ականներին Իգիթյանն ու Մինասն իրենց տուն հյուր են գնացել, ուսումնասիրել են հոր հավաքածուն, որից հետո Առնոն նրանց ցույց է տվել իր սեփական կտավները ու կարծիք հարցրել առանց զգուշացնելու, թե ով է դրանց հեղինակը։ Игитян, я помню, в 96-м году как раз я приехал в связи с юбилеем отца в Երևան եւ Իգիթյանն է ինձ պատմել այդ հանդիպման մասին, ասաց, որ իր չափանիշներով առաջնորդվելով քննադատել է, հետո նկատել է, որ Առնոյի տրամադրությունն ընկել է։ Հայրս ասել է, թե գնամ թեյ բերեմ, վերադառնալուց հետո խոսակցության թեման փոխել են, երբ նորից սկսել են կերպարվեստի թեման շոշափել, այս անգամ Մինասից է կարծիք հարցրել, դրական կողմեր է գտել, նրան դուր էին եկել դինամիկան, գույնը, էքսպրեսիան, Առնոն հանգիստ խոստովանել է, որ դրանք իր աշխատանքներն են, ասել է, թե
երաժշտությունը չլիներ, նկարիչ կդառնայի։ Պատմական հանդիպումը սրանով չի ավարտվել։ Իգիթյանն առաջարկել է Առնոյին փոխանակվել կտավներով։ Он говорит, слушай, Арно, знаешь, у меня, говорит, хорошая коллекция картин моих друзей. Ասել է, թե ընկերների աշխատանքների հավաքածու ունի եւ հորս առաջարկել վերցնել նրա կտավներից մեկը։ Հայրս էլ վերցնի այդ հավաքածուից որևէ գործ։ Առնոն համաձայնել է իր կտավը փոխել միայն Այվազովսկու հետ։ Այդպես գործարքը տեղի չի ունեցել։ Դրանք հիմա ինձ մոտ են եւ հուսամ, որ նույնպես կհայտնվեն բացվելիք թանգարանում։ Համոզված է բաբաջանյանական ստեղծագործությունները բոլորի համար են, մեծից փոքր ու վաղեմության ժամկետ չունեն։ Հենց կոմպոզիտորի Հոբելյանի օրը բաց երկնքի տակ հայերեն հնչել է «Ռիբյատա կատորых нет», տղերքը, որ էլ չկան երգը։ Կոմպոզիտորը դա նվիրել էր մեծ հայրենականին ընկածներին, բայց նրա որդին ու գործընկերները համոզված են, թե Առնոն ողջ լիներ, նրա ապրումներից պիտի մեղեդիներ ստեղծվեին Արցախում զոհված հերոսների համար։ Թարգմանելով այդ երգը մենք հասկացանք, որ ստացվեց մի շատ գեղեցիկ ստեղծագործություն, որը նորից համահունչ է մեր այսօրվան եւ այն նվիրեցինք մեր նահատակված հերոսների հիշատակին։ Բաբաջանյանը իր ստեղծագործությամբ միշտ եղել է ժողովրդի սրտին, ժողովրդի ցավերին եւ նրա հոգսերին միշտ մոտ, այսօր էլ նա մեզ հետ է իր ստեղծագործությամբ։ Вы знаете, вообще все, что произошло, это большая боль, это большая трагедия. Այնինչ տեղի ունեցավ մեծ ցավ է, մեծ ողբերգություն։ Կարծում եմ չկա մի հայ, որ այլ կերպ ընդունի։ Ինձ համար կրկնակի ցավոտ է։ Մորական կողմի պապս Սոկրատ Հովանեսյանն Արցախից է, Շուշիից։ Ես հիշում եմ, թե ինչ ուրախությամբ էի լինում Շուշիում, Ստեփանակերտում։ Արցախցի շատ ընկերներ ունեմ, արժանապատիվ մարդիկ, որոնք ապրում են թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Արցախում։ Չեմ ուզում կտրուկ հայտարարություններ անել, բայց վաղ թե ուշ այս հարցը լուծվելու է։ Մենք հայերս, հատկապես արցախցիները համառ պայքարող են եւ չենք կարող թույլ տալ հենց այնպես հայրենիք կորցնել։ Սա դավաճանություն կլիներ։ Հասմիկ Առաքելյան, Սերյան Վանցյան, Լևոն Խուշուդյան։